Ես գտնվում եմ Տաթևի վանքում, ինչպես եւ խոստացել էի նախորդ թողարկման վերջում բարեկամներ ամեն ինչ փաստերով եւ տեղում։ Հիմա դիտենք մի տեսանյութ, որից հետո կշարունակեմ։ И, конечно, все это пахнет большой войной. Այս ամենից մեծ պատերազմի հոտ է գալիս։ Ես չգիտեմ որն է միջուկային զենքի մեծ պատերազմի հոտը եւ չեմ էլ ցանկանում իմանալ Աստված հեռու պահի։ Ինչ եք մտածում այս հարցի վերաբերյալ։ Կա նման հեռանկար։ Ну, я считаю, что нагнетание вот этой темы, нанесение поражения России. Ես կարծում եմ, որ Ռուսաստանին պարտության մատնելու այս թեմայի շահարկումն ու սրացումը եւ այդ պարտության էգզիստենցիալ նշանակության շեշտադրումն արևմուտքի ապագայի համար արտացոլում է նրանց ոչ այնքան ռազմատենչ տրամադրությունը, որքան հոգեվարքն ու հիստերիան։ Сколько агонию и истерику. Я, знаете, о чем хотел спросить, Сергей Викторович? Գիտեք ինչի մասին եմ ձեզ ուզում հարցնել, Սերգեյ Վիկտորովիչ։ Նրանք առանց կաշկանդվելու խոսում են, որ մեզ պետք է ոչնչացնել։ Այն կենսակերպը, որում մենք գոյություն ունենք, նրանց համար անընդունելի է, իսկ մենք անընդհատ ասում ենք, որ պատրաստ ենք բանակցությունների։ Ում հետ ենք պատրաստվում բանակցել։ Մենք ինչ ենք ցանկանում ստանալ վերջնարդյունքում։ Как это все должно быть? Но это тоже не коротко. Потому что Այս հարցի պատասխանը կարճ ձևակերպել չի ստացվի։ Մենք պատերազմի փոխարեն միշտ նախընտրում ենք բանակցությունները։ дракам и воинам. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Գծիկ Քալանթարյանը եւ Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ Ռոման Բաբայանը եւ Մարգարիտա Սիմոնյանը 3 հայեր բարեկամներ ամենաբարձր մակարդակում քննարկում են Ռուսաստանի ապագան եւ անալիքները։ Լավն են, վատն են, էությամբ հայ են մնացել թե ոչ, դա չէ կարևորը։ Սա փաստ է եւ իրականություն։ Այսպիսի բաները բարեկամներ կարծես թե մեզ համար արդեն սովորական են դարձել, եւ նման դեպքերը միայն Ռուսաստանում չեն, սրանք կրում են համաշխարհային բնույթ։ Այսպես եղել է միշտ եւ ինչպես նախորդ թողարկման ընթացքում էի նշել, աշխարհը կռվում է, իսկ մենք ստեղծում եւ արարում ենք։ Այ հիմա հասավ Տաթևի ժամանակը։ Գնացինք ներս։ Ես գտնվում եմ եկեղեցու ներսում։ Արդեն ասել բարեկամներ եւ քարտեզի վրա ցույց է տվել, որ Տաթևի վանական համալիրը ամբողջությամբ 30 աստիճանով արևելքից շեղված է դեպի հյուսիս։ Կողմնացույցս ուղղված է ուղիղ դեպի խորանը։ Սա խորանն է։ Իսկ այս կողմում արևելքը։ Միասին տեղում տեսնում եւ փաստում ենք բարեկամներ։ Տաթևի եկեղեցու խորանը իսկապես 30 աստիճանով շեղված է արևելքից դեպի հյուսիս։ Այնինչ տեսանք եւ փաստեցինք բարեկամներ, հակասում է հայկական եկեղեցաշինության կանոններին, բայց նման սխալ լինել չի կարող։ Հիմա տեղափոխվենք Երևան վերադառնալու պայմանով։ Փորձեմ շատ կարճ բացատրել ինչ տեսանք եւ անցնեմ մեր օրերին։ Մարդկային քաղաքակրթությանը հայտնի են ժամանակը հաշվարկելու ընդամենը 3 տարբերակներ՝ լուսնային, արևային եւ աստղային։ Լուսնայինն ու արևայինը լողացող են, ամենակայունը աստղային ժամանակացույցն է։ Տաթևի վանական համալիրը այն եզակի գիտական կենտրոններից մեկն է, որտեղ հաշվարկվել եւ հաշվարկվում է մինչ օրս ժամանակը։ Շատ չեմ մանրանա, բայց ստիպված եմ քիչ բացատրել, որ ասածս դատարկաբանության չնմանվի բարեկամներ։ Մեկ լիարժեք պտույտը 360 աստիճան է։ Մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջ, սակայն տարին ունի 365 օր, եւ իսկապես արևը ծագում եւ մայր է մտնում 365 անգամ։ Գիտությունն է սխալվում բարեկամներ, թե իրականությունն է սխալ։ Ոչ մեկը, ամեն ինչ աշխատում է ըստ կանոնի։ Տարին բաղկացած է 365 օր եւ 6 ժամից։ Օգոստոսի 5-ին, երեկոյան ժամը 10-ին, երկրագունդն ավարտում է իր 360-օրյա շրջագայությունը արևի շուրջ եւ մյուս օրը առավոտյան օգոստոսի 6-ին սկսում է նորը։ Եվ Տաթևի վանական համալիրը ուղղված է դեպի այդ օրվա արևածագը, դեպի արևային նոր տարվա սկիզբը։ Սակայն ինչպես նկատեցիք բարեկամներ, ավելացավ 5 օր եւ 6 ժամը։ Հիմա վերադառնանք Տաթևի վանք եւ հասկանանք ինչ է կատարվում։
Տաթևի վանական համալիրում բարեկամներ կա ևս մեկ շատ կարևոր շինություն՝ Տաթևի սյունը։ Օգոստոսի 11-ին առավոտյան ժամը 4-ին Տաթևի սյան գլխին իջնում է Օրիոնի հայք համաստեղության գոտին։ Այդ օրը աստղերն ավարտում են իրենց մեկ լիարժեք պտույտը երկրագնդի շուրջ, որը տևում է 360 օր եւ սկսում են նոր շրջապտույտը։ Արևի բարեկամներ եւ աստղային երկնքի մեկ լիարժեք շրջապտույտների միջև տարբերությունը կազմում է ուղիղ 5 օր եւ 6 ժամ։ Եվ վերջինը, մեր հին հայկական օրացույցը միակն է մարդկության քաղաքակրթության ընթացքում, որը կազմված է 13 ամիսներից։ Նմանը չկա։ Վերջին ամիսը կոչվում է հավելյաց ամիս, ավելացած ամիս եւ այդ ամիսը բաղկացած է եղել ընդամենը 5 օր եւ 6 ժամից։ Օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 11-ը։ Նման տեղեկություն չկա ոչ միտեղ, ոչ համացանցում բարեկամներ եւ ոչ էլ գրքերում։ Այն ինչ ներկայացրեցի ձեզ ընդամենը մակերեսային տեղեկատվություն էր, որի խորքային ուսումնասիրությունը մեր ստեղծագործական խումբը սկսել է դեռ 2012 թվականին եւ որոնք շարունակվում են մինչ օրս։ Հիմա ներկայի մասին բարեկամներ եւ թե ինչ կապ ունի Տաթևի վանական համալիրը այսօրվա հետ։ Bugün bizim kilsemiz dirçəliş prosesindədir, çünki biz deməli 1806 թվականից սկսած մեր բոլոր եկեղեցիները ուժի եւ պարտադրանքի տակ դարձան հայկական եկեղեցու հպատակը։ 200 տարվա դաժան եւ դժվար պայքարից հետո եւ հատկապես վերջին 30 տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը դարձավ իրապես անկախ, մենք հնարավորություն ունենք վերականգնել մեր եկեղեցիները եւ պատմական արդարությունը։ Սա ասում է բարեկամներ մասնագիտությամբ երկրաբան եւ Ադրբեջանում ալբանական քրիստոնյա համայնքի ղեկավար Ռոբերտ Բագրատի Մոբիլին, ով Հռոմի միջազգային կոնֆերանսի գլխավոր խոսնակներից մեկն էր։ Ընդամենը մի քանի օր առաջ 2025 թվականի ապրիլի 10-ին Հռոմի Սուրբ Աթոռի Գրիգորյան հայրապետական համալսարանում տեղի ունեցավ Քրիստոնեությունը Ադրբեջանում խորագրով միջազգային կոնֆերանս, որտեղ ադրբեջանցի պատմաբանները փորձում էին իրենց կեղծ աշխատություններով աշխարհին ներկայացնել փաստեր եւ համոզել նրանց, որ Արցախում գտնվող հայկական եկեղեցիները իրականում ալբանական են։ Կոնֆերանսին հրավիրված էին Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Լիտվայի, Իտալիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ վերոնշյալ երկրներից ներկա էին միայն փոքրաթիվ մահմեդական թևի ներկայացուցիչները, մնացածը պարզապես հրաժարվել էին։ Սակայն սա դեռ սկիզբն է։ Ve sadece bizim esas katolik Մեր հարաբերությունները Վատիկանի եւ կաթողիկե եկեղեցու հետ հիանալի մակարդակի վրա են եւ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները պատմական արդարությունը վերականգնելու նպատակով։ I thank you very much. Thank you. Բոլորը գիտեն մեր հոգեվոր եւ գիտական կենտրոնների արժեքը, իսկ մենք ոչ։ Հիմա կբերեմ եւս մի քանի օրինակ բարեկամներ։ Լինելով Թիֆլիսի հոգևոր ճեմարանի գերազանց սովորող ուսանողներից մեկը Իոսիֆ Ջուգաշվիլին, Ստալինը, շատ լավ գիտակցում էր հոգևոր կենտրոնների կարևորությունն ու ներուժը։ Գալով իշխանության եւ գավանելով սոցիալիզմն ու կոմունիզմը, բոլշևիկներն առաջին հերթին սկսեցին համատարած քանդել եւ ոչնչացնել եկեղեցիներն ու հոգևոր ուսումնական հաստատությունները։ Սա էր նոր գաղափարախոսության տարածման միակ ճանապարհը։ Եվս մեկ օրինակ։ Նացիստական Գերմանիան, դասելով գերմանացի ժողովրդին արիական ազգերի շարքին, իր շատ կարճ գոյատևման ընթացքում ամբողջ աշխարհով մեկ փնտրում էր արիականության փաստեր եւ նույնիսկ հասել էր մինչեւ Կովկաս։ Հայտնի է նաեւ նրանց վերաբերմունքը մեր հայերիս նկատմամբ։ Մենք իրենց կարծիքով այդ փոքրաթիվ արիական ազգերի վառ ներկայացուցիչներից մեկն էինք։ Սրանք պատմական փաստեր են բարեկամներ, որոնք անհնար է հերքել։
Տաթևի վանական համալիրը մեր մյուս եկեղեցիների հետ միասին հազարավոր տարիներ հանդիսացել են գիտության կենտրոններ։ Այս գիտելիքներն էր փնտրում Հիտլերը, որը փորձում էր ոչնչացնել Ստալինը, եւ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են իրենց հռչակել այս ամենի ժառանգները։ Եվ իդեպ, եթե դիտարկենք ոչ միայն խորանը, համալիրի կառուցվածքն ու գլխավոր ատրիբուտները, միևնույն է կարձանագրենք, որ ներդաշնակություն, հաշվարկ ու միտք է դրված ցանկացած մանրուքում։ Ու ինչն է այստեղ էլ ավելի ոգևորող։ Փաստորեն այդ գիտելիքը եղել է այնքան հասանելի ու օրինաչափ, որ խոսելով Տաթևի մասին, չենք դիտարկում որպես եզակի կամ բացառիկ մի նմուշ։ Մեր հայրերը կարծես երկրաչափության, մաթեմատիկայի, աստղագիտության ու փիլիսոփայության սինթեզված մի դասագիրք են մեզ ավանդել։ Ու զարմանալի է միջին վիճակագրական այն մարդու ինքնավստահությունը, ով համարում է, որ ինքն ավելի խելացի է, քան 3-4 հազար տարի առաջ ապրող մարդը։ Իսկ որն է չափման այդ միավորն ու սանդղակը։ Անշուշտ iPhone օգտագործելու կամ TikTok նկարելու հարցում մենք անմրցելի ենք, բայց չէ որ կան առավել բարձր արժեքներ։ Կարծես մտածված ու դիտավորյալ կեղծ մրցակցություն է գեներացվել, հակադրելով ներկան անցյալի հետ, ժամանակակիցը ավանդականի, առօրյականությունը ծիսականի հետ։ Ու այդ գիտությունը, այդ ուսումն ու ոգեղենությունը կորսվել է դանդաղ սերնդեսերունդ։ Ու յուրաքանչյուր նոր սերունդ մերժելով ավանդույթը, ցավոք մերժել է նաև դրանում ամփոփված գիտությունը, իմաստությունն ու փորձառությունը։ Հանուն արդարության նշենք սակայն, որ այս անկումային ընթացքը միայն մեզ չէ, որ բնորոշ է։ Կորցված են նաև բուրգերի իրական նշանակությունը։ Անբացատրելի են հնդկական, եգիպտական քաղաքակրթությունների, մայաների, շումերների բազմաթիվ գիտական ձեռքբերումներ, ու փաստորեն մարդկությունը ստեղծել է հազարավոր կառույցներ ու հուշարձաններ, որոնց շուրջ լավագույն դեպքում կռահում ու խոցելի հիպոթեզներ են առաջադրում ժամանակակից գիտնականները։ Եվ տպավորություն է, որ միայն մեկ հարցում մենք ոչ միայն չենք մերժել, այլ անընդմեջ կատարելագործել ենք նախնիների։ Դա միմյանց ոչնչացնելու համար նախատեսված զենքերն են, եւ Վահանն ու Նիզակը վերածել են ատոմային ռումբի։ Սակայն հիմնականում բոլորը փորձում են վերգտնել, վերհիշել իրենց անցյալն ու պատմությունը։ Այսքան երկար ասածս ինչ է բարեկամներ, աշխարհում բոլորը ուղղորդվում են միայն իրենց ազգային արժեքներով։ Եվ այդ ազգային արժեքների հեղինակներից մեկը նաև մենք ենք, հայերս։ Եվ երբ մենք ասում ենք ազգային արժեք կամ պետություն, պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում եւ որն է դա։ Մեր ազգային արժեքը գիտելիքն է, որի ստեղծողը, տիրապետողը, խորապես հասկացողը մենք ենք։ Տաթևի օրինակով փորձեցի ցույց տալ, թե ինչ ունենք։ Ամբողջ հայկական լեռնաշարը սփռված է նման հոգևոր եւ գիտական կենտրոններով, իսկ մենք դրանք հեգնում եւ ծաղրում ենք։ Հային կարող է հաղթել միայն հայը։ Եվ իզուր չէր, որ թողարկման սկզբում օրինակ բերեցի Ռուսաստանում հայերի առաջատար դիրքերում լինելը, որոնք ցավոք ծավալում են հակահայկական գործունեություն։ Армяне всегда были и на главенствующих позициях в Российской империи. Թե ռուսական կայսրությունում եւ թե հիմա Ռուսաստանի Դաշնությունում հայերը միշտ գլխավորագույն դերերում են։ Դրա պատճառը մեկն է. հայերը առանձնանում են բոլորից, բոլոր մյուս ազգություններից իրենց ինտելեկտով։ Ռուսաստանը միշտ գիտակցել է դրա կարևորությունը եւ ընտրություն կատարելիս նայել է հայերի կողմը։ Եվ բացի ինտելեկտից շատ կարևոր է նաև հայերի հոգևոր եւ բարոյական կեցվածքը։ Я бы даже сказала, что на некоторую духовность и Այն ինչը ես պետք է ասեի բարեկամներ, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ՄԳԻՄՈ-ի դասախոս Օլգա Պոդբերոսկինը։ Այսպես ամբողջ աշխարհում է։ Բոլորը գիտեն մեր արժեքը, բացի մեզանից։
Մենք անընդհատ խոսում ենք պայքարի մասին, բարեկամներ։ Դուրս ենք եկել աշխարհի դեմ պայքարի։ Աշխարհը մեզ ոչ հասկանում է եւ ոչ էլ ընդունում։ Եթե մեր դիմացինը մեզ չի հասկանում, դա իր մեղքը չէ, դա մեր սխալն է։ Չենք կարողանում հասկանալ մեր դիմացինին եւ իրենց լեզվով բացատրել իրենց այն, ինչ ցանկանում ենք։ Եվ դրանում մեղադրում ենք բոլորին։ Այդպես չի լինում, բարեկամներ։ Մեր թշնամիները բացի աշխարհաքաղաքական նկրտումներից հետապնդում են նաեւ այլ նպատակ։ Գրավել, տիրել, գրաքննել պատմությունը եւ ներկայացնել իրենց որպես հնագույն ազգ, որը ապրել է այս տարածաշրջանում եւ իրենցից է սկսվում մարդկային քաղաքակրթությունը։ Սա է նրանց գլխավոր նպատակներից մեկը նաեւ։ Ինչ անել։ Այսօր մեզ մոտ կրթությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Այո, դա այդպես է, բայց ոչ ոք չի խանգարում եւ չի էլ կարող խանգարել մեզ կրթել մեր երեխաներին։ Ամեն ինչ սկսվում է կրթությունից եւ ինքնաճանաչումից։ Արդեն խոսել եմ, բարեկամներ, որ աշխատում ենք նաև մեկ այլ նախագծի վրա, որը սկսվել է դեռ 2012 թվականին։ Բացի քաղաքականությունից, խորապես ուսումնասիրում ենք նաև մեր անցյալն ու մշակույթը, որն առանձնացնել կամ անտեսել մեծագույն սխալ է։ Վերլուծաբաններու առաջատար գործիչները գալիս են հասնում են արժե համակարգի կրիզիսը։ Հիմա պետք է ստեղ զատել որն է լավը, որն է վատը։ Բայց պաստորն հենց է կտրվել այդ ինֆորմացիա, որ հիմա գիտությամբ որևէ ձև չեն կարող ապացուցել, բացատրել։ Ո՞վ է կտրել։ Մենք, որ ստեղծել ենք, ինքն է կտրել։ Էդի է զենք։ Մենակ շնորհակալություններով չես աճում, եւ ես հիմա վստահ եմ եկել եմ այն մարդկանց մոտ, ովքեր բարի կամենալով ասեն իրանց կարծիքը, քննադատությունը, ոնց անենք, ոնց արգանանք։ Ինչ են եկատները ձևավորում մարդկանց մեջ։ Այստեղ երեխայի տեսակետից ես չեմ կարող ասեմ, բայց ես կարող ասեմ մեծի տեսակետից։ Անընդհատ այդ երեխեք արդեն ուրիշ ձև են, կրթվում են, մտածում են, սկսել են մտածել։ Այս գանձը կորած է, եկեք ճանաչենք, որ միավորվենք, ճիշտ է։ 2012 թվականից սկսած մեր խումբը կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ եւ հետազոտություններ հասկանալու համար ով ենք մենք։ Հիմա այդ աշխատանքների առաջին փուլը մոտեցել է իր ավարտին եւ շուտով կներկայացնենք ձեզ։ Միանգամից նշեմ, որ դա հաղորդաշար չէ, իսկ թե ինչ է, թող մնա անակնկալ։ Պատկերացում կազմելու համար, բարեկամներ, թե ինչ ենք անում, մենք ունենք եւս մեկ YouTube-յան ալիք, որը կոչվում է Դրախտը, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում եւ հաղորդաշարի նկարագրության մեջ։ Կարող եք ծանոթանալ այդ աշխատանքներին միջև լիարժեք ներկայանալը։ Հաջորդ թողարկման ընթացքում, բարեկամներ, կխոսեմ աշխարհում տիրող քաղաքական իրավիճակի մասին եւ միասին կփորձենք հասկանալ մեր անալիքները։ Բաժանորդագրվեք մեր AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքին։ Մեկնաբանեք, գրեք ձեր դիտարկումները, տարածեք, կիսվեք մեր տեսանյութերով։ Սա կլինի ձեր ամենամեծ ներդրումը մեր գործում։ Մինչ առաջիկա երեքշաբթի։